Բարի երեկո, Ազատության ուղիղ եթերում լրատվական կենտրոնն է, դիտեք այս ծրագրով։ Արցախցիների մի խումբ առանձին բողոքի ցույց է արել Ղարաբաղի ներկայացուցչության մոտ, պահանջելով վերադարձնել Արցախից գողացվածը եւ բացահայտել կոռուպցիոն սխեմաները։ Արցախցու փողերը լվացել են։ Սյունիքի սահմանամերձ խնածախում մեկ ամիսը գիշերները կրակում են, անցած գիշեր ավելի ինտենսիվ։ 21-ից սաց մինչև հիմա էլ կրակում են ամեն օր նույն ժամերը։ Մեծ Բրիտանիայի դեսպանն է այցելել մարզ։ Ինչու է Նիկոլ Փաշինյանը հրաժարվում սահմանադրության մեջ անկախության հռչակագրի հղումից։ Ընդդիմությունը վստահ է, նա տեղի է տալիս ադրբեջանական պահանջներին։ Ադրբեջանը եւ որևէ փուլում չի կանգնում եւ ինչքան շատ է տալիս, այնքան շատ է պահանջում։ Իշխանական պատգամավոր Խաչատուր Սուքեսյանը հայտնվել է նոր սկանդալի կենտրոնում, մինչ ներողություններ խնդրում երեկվա հայտարարության համար։ Ոստիկանությունում արցախցի երիտասարդին խոշտանգելու մասին ահազանգելուց մեկ ամիս անց մեղադրյալ չկա, գործը դոփում է տեղում։ Ամերիկայի Միացյալ Նահանգները կհրաժարվի խաղաղության համաձայնագրի ջանքերից, եթե մոտ օրերս բանակցություններում առաջընթաց չգրանցվի։ Սյունիքի սահմանային գյուղերում կրկին անհանգիստ է։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ խորհրդարանի ամբիոնից համոզված հայտարարեց, պատերազմ չի լինի, կլինի խաղաղություն։ Այս հայտարարությունից մի քանի ժամ չանցած ադրբեջանական կողմը կրկին սկսեց կրակել Սյունիքի սահմանամերձ հատվածներում։ Գորիսից ոչ հեռու գտնվող խնածախից օրինակ հաղորդում են, որ ադրբեջանցիներն այս գիշեր ավելի ինտենսիվ էին կրակում։ Սյունիքի մարզի խնածախ գյուղի ուղղությամբ ադրբեջանական զինուժն այս գիշեր ավելի ինտենսիվ է կրակել։ Ազատությանը փոխանցեց գյուղի բնակիչներից մեկը, նշելով, որ շուտով մեկ ամիս կլինի, ինչ ադրբեջանցիները գիշերը 10-20-ից մինչև լուսաբաց կրակում են։ Դա ասենք ժամ-ժամին կրակում, հիմա չից ավելի շատ է եղել։ 21-ից սաց մինչև հիմա էլ կրակում են ամեն օր նույն ժամերը։ Բոլորն էլ գիտեն, ինչ եք անում, ոչ մի բան։ Ժամերն էլ արդեն ֆիքսել են, հա, ոնց որ բնակիչները գիտեն։ Հա, 10-ից սկսում եմ մինչև առավոտ ժամ 6-ը։ Էնվերևից հարցրուտես մեզանից ինչ են ուզում է ժողովուրդը։ Բան հանգստանում եք, մենք ջանդամ, բա երեխաները ինչ անել, բայց ով է մտածում մեր գյուղացուց մասին։ Ոչ մեկը։ Երեխաներն էլ չեն, արդեն քնում, ասում են, սպասենք տեսնախ կրակոցների ժամն է։ Տեսնախ կրակում են, նոր գնանք պարկենք։ Ոնց ենք ապրում, եկե տենց եք ապրում։ Հայաստանի ռազմական գերատեսչությունը չհերքելով կրակոցների փաստը, դրանք հիմնականում ոչ թիրախային եւ անկանոն է գնահատում։ Կրակոցների 4 շաբաթների ընթացքում 2 անգամ են տեղեկացրել թիրախային կրակոցների մասին, որոնց հետևանքով վնասվել էր խնածախի մշակույթի տունը եւ բնակիչներից մեկի տունը։ Ընտանիքի հետ շուրջ մեկ ամիս ադրբեջանական կրակոցների տակ ապրող խնածախցի կինն իշխանություններին հորդորում է քայլեր ձեռնարկել, որպիսի մարդիկ իրենց տներում հանգիստ ապրելու հնարավորություն ունենան։ Վերևը պիտի մտածի, ցավ տանը մենք ինչ անենք, ասի անենք։ Իսկ ինչ եք ուզում, որ վերևները ինչ անեն, ինչ եք ուզում իրենց ինչ անեն, կրակը դադարեցնեմ, մենք մեր գյուղում ապրենք, ինչ ենք ուզում, եք ուզում, խաղաղություն եք ուզում։ Խաղաղություն եք ուզում, ցավը տանեմ, քաղաքը ինչ կա, ես գյուղն եմ ուզում ասեք, թե թող մեր տունը նստենք ապրենք, բայց իջել չեն թողում։ Մի խաղաղություն եք ուզում, ժողովուրդ ինչ են ուզում, ոչ մի։ Հայաստան-Ադրբեջան նոր սրացում եւ նոր պատերազմ չի լինելու։ Չնայած Սյունիքի մարզի սահմանամերձ գյուղերում ադրբեջանական կրակոցները չեն դադարում, վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ խորհրդարանի ամբիոնից վստահեցնում էր, Հայաստանի եւ Ադրբեջանի միջև էսկալացիա չի լինելու։ Մոռացեք Հայաստան-Ադրբեջան էսկալացիայի եւ պատերազմի մասին։ Վարչապետի այս հայտարարությանը զուգահեռ ամեն գիշեր կրակոցների ձայները հաշվող խնածախցիներն ահազանգում են, մարդիկ սկսել են դուրս գալ գյուղից, ովքեր մանկահասակ երեխաներ ունեն, հեռանում են Գորիս կամ Երևան։ Դուրս են գալիս, էլի կամանց օրը 2-3-ը գնում են, դե ինչ պիտի անեն։ Ուր են գնում իսկ խնածախից։ Խնածախից կամ են Երևան, ուր են գնում։ Բա այդպես գյուղը չի դատարկվի։ Դատարկվալա ինչ դատարկվի։ Իսկ դպրոցը գործում է, երեխաները գնում են դպրոց։ Հա, դպրոցը գնում են, մանկապարտեզի դպրոցը գործում է, դե գնում են։ Դպրոցում քանի երեխա կա։ Մեր գյուղի պահ օրերին եղել է 500 աշակերտ, հիմա 50 աշակերտ էլ չկա, դե 10, հա,
արդեն գնացել է, տակ ինչ ամացա։ Խնածաղցի մեկ այլ կին, ով 2020-ի 44-օրյա պատերազմից հետո է Արցախից տեղափոխվել այս գյուղ, պատմեց, որ մարդիկ անհանգիստ են, ամեն մի թեթև աղմուկից մտածում են, գուցե ադրբեջանցիներն են, ոմանք արդեն իրենց անասուններն են վաճառում գյուղից հեռանալու նպատակով։ Ասորեն գյուղում ամեն մի չխկոտ, արդեն վախենում ենք այդ պահին, թեկուզ օրս եկող։ Ասեն մեկի տանը մի բան են շարժում, փայտ են կտրում կամ մի քարա անգնում պատից կամ մի բան, թվում է թե արդեն իրանք են շնամիներն են։ Ժողովուրդը արդեն անասուններն են ծախում, էժան գնալ։ Ինչի։ Դա տեղափոխվել են ուզում, երեխաները վախենում են։ Կատակոցի ձայներից փոքր երեխաները վախենում են։ 2020-ի 44-օրյա պատերազմից հետո Սյունիքի մարզի Խնածաղ գյուղը շրջապատված է ադրբեջանական դիրքերով, ընդ որում այդ դիրքերից մեկը գյուղի տներից ընդամենը 200 մետր հեռավորության վրա է։ Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոն Գալագերն է այցելել Սյունիքի մարզ, X-ում գրելով, որ հույս ունի տարածաշրջանում կայուն խաղաղության նոր էջ կբացվի։ Գալագերը հանդիպել է նաև Սյունիքի մարզպետի հետ, վերահաստատելով Միացյալ Թագավորության շարունակական աջակցությունը, գրել է դեսպանը։ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը օրերս Անտալիայում դիվանագիտական ֆորումի շրջանակներում հայտարարեց, Բաքուն Սյունիքով անխոչնդոտ անցում է ուզում, որը ենթակա չէ փոփոխության անկախ Հայաստանում իշխանության փոփոխությունից։ Հայկական կողմը բազմիցս հայտարարել է, միջանցքային տրամաբանությունը մերժում է։ Պաշտոնական Երևանը Ադրբեջանին առաջարկում է տարածաշրջանի ապաշրջափակումը իրականացնել կառավարության նախաձեռնած խաղաղության խաչմերուկի հիման վրա, հարգելով երկրների ինքնիշխանությունն ու իրավազորությունը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օրերս առաջին անգամ ուղիղ տեքստով հայտարարեց, որ նոր սահմանադրությունում անկախության հռչակագրին հղում պետք է չլինի և որ դա իր քաղաքական դիրքորոշումն է։ Սահմանադրությունը փոխելու մասին Փաշինյանը խոսել է իշխանությունը ստանձնելուց հետո, սակայն սկզբում հռչակագրին հղման հարցը ընդհանրապես չէր քննարկվում։ Այս հարցը ակտուալ դարձավ, երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իր նախապայմանների երկար ցուցակին ավելացրեց նաև Հայաստանի սահմանադրությունը փոխելու պահանջը։ Այժմ էլ արդեն Հայաստանի իշխող կուսակցության որոշ ներկայացուցիչներ են անկախության հռչակագրի դրույթները դանդաղ աշխատող ռումբերի հետ համեմատում։ Իմ կարծիքով նոր սահմանադրության տեքստում չպետք է լինի հղում անկախության հռչակագրին։ Խորհրդարանական ընդդիմությունը վստահ է, երբ Նիկոլ Փաշինյանը կարծիք է հայտնում, որ նոր սահմանադրության տեքստում չպետք է լինի հղում անկախության հռչակագրին, նա տեղի է տալիս ադրբեջանական պահանջներին։ Իշխանությունից հակադարձում են, որոշողը ժողովուրդն է։ Միևնույն ժամանակ հայտարարելով չեն կարող անտեսել, ինչպես ձևակերպեց Արսեն Թորոսյանը, այն ռիսկերը կամ դանդաղ աշխատող ռումբերը, որոնք դրվել են անկախության հռչակագրի մեջ։ Այդ կարմիր շորի հարցն է պետք լուծել։ Հռչակագիրը պահպանելու վտանգներից վարչապետ Փաշինյանը 1 տարի առաջ այլաբանությամբ էր խոսել։ Ուղիղ տեքստով իր տեսակետը այս շաբաթ խորհրդարանում հայտնեց։ Այս ընթացքում Ադրբեջանը չի նահանջել իր նախապայմաններից։ Խաղաղության պայմանագիր կնքելու համար Հայաստանը ըստ Բաքվի պետք է համաձայնի լուծարել Ղարաբաղյան խնդրով զբաղված Մինսկի խումբը փոխի սահմանադրությունը։ Մայր օրենքում ադրբեջանցիները չեն ուզում տեսնել հենց անկախության հռչակագրին հղումը, որտեղ Հայաստանի ու Արցախի վերամիավորման մասին հիշատակում կա։ Ինքը փորձեց սահմանադրական դատարանի որոշման միջոցով Ադրբեջանին համոզել, որ սահմանադրության մեջ ինչ գրված է, միայն դա է եւ անկախության հռչակագիրը որևէ առնչություն չունի մեր սահմանադրության հետ։ Բայց ակնհայտ է, որ ադրբեջանական կողմին դա չի բավարարում եւ հիմա հերթական պահանջն է գնում, որ եթե այն թղթի կտորը, որ մենք համաձայնեցրել ենք, ուզում ենք ստորագրենք, գնացեք եւ փոխեք ձեր սահմանադրությունը։ Մենք չենք այդ պահանջները կատարողը, այլ լինելու է Հայաստանի ժողովուրդն է որոշելու, ընդունի այդպիսի սահմանադրություն թե չէ, նույնիսկ եթե մենք նման բան առաջարկենք, եւ նորից ուզում եմ հիշեցնել, որ երբ որ որևէ երկրի ղեկավար քո երկրից պահանջում է ինչ որ բան, դա ավելի շատ նշանակում է, որ ինքը հատուկ է դա անում, որպեսզի ժողովուրդը դեմ քվեարկի, քան թե կողմ։ Կուսակցության վարչության անդամ Արսեն Թորոսյանի խոսքով սահմանադրության նախաբանում անկախության հռչակագրին հղումը չի կարող խոչընդոտ լինել միջազգային պայմանագրի գործունեության համար։ Պատգամավորը հղում էր անում նախագծի այն կետին, ըստ որի երկրների ներքին օրենսդրությունը չի կարող խոչընդոտ լինել համաձայնագրի իրականացման համար։ Այդ ձևակերպումները, որ այնտեղ տրված են, երբեք չեն կարող խոսել Հայաստանի անկախություն երաշխավորելու մասին, այլ անընդհատ կարող են խոսել եւ միշտ խոսում են Հայաստանի Հանրապետության անկախություն ինքնիշխանությունը կասկածի տակ դնելու մասին, որտեղ երբ որ դու հավակնություններ ես ունենում քո անկախության հռչակագրի մեջ, այսօր միջազգային ճանաչում ունեցող երկրների տարածքներին
դու կարող ես ակնկալել, որ երկրները տենց հանգիստ են դրան վերաբերվելու, թե իրանք էլ ակնկալիք են ունենալու քո տարբեր տարածքների, որոնք կարող են էլի պատմականորեն համարել իրենց ինչ որ հանրապետությունների կամ կայսրությունների տարածքները։ Մինչ սահմանադրությունից անկախության հռչակագրի հղումը հանելու ադրբեջանական պահանջի ձևակերպումը կոնկրետ հռչակագրից հրաժարվելու հարց տարիներ շարունակ սահմանադրություն փոխելու նոր սահմանադրության մտադրություն ունեցող Փաշինյանի իշխանությունը երբեք չի բարձրացրել։ Իշխանությունը հերքում էր, հիմա էլ հերքում է, թե դրսից պարտադրանք կա։ Չեմ ժխտի, որ մենք սրա մասին սկսել ենք խոսել ինչ որ ժամանակ հետո եւ ժամանակին չենք խոսել, ու սա նաեւ խոսում է նրա մասին, որ մենք քարացած չենք մեր երկրի արժեվ կանգնած մարտահրավերներին դիմագրավելու տեսանկյունից։ Մենք նաեւ սովորում ենք մեր իսկ սխալների վրա եւ չենք ամաչում դրա մասին խոսել։ Հա, մենք լավ չենք հասկացել, եթե անկեղծ ասեմ, եւ մենք բոլորս լավ չենք ասել։ Եթե ինչ որ մեկը ասելա, որ ինքը լավ է հասկացել ու լռել է, դա է իրական դավաճանությունը։ Երբ որ դու իմացել ես, որ դա վտանգ է ներկայացնում քո երկրի ինքնիշխանությանն ու անկախությանը, բայց ոչինչ չես ասել եւ չես արել։ Նախ ես բացառում եմ, որ ժողովուրդը այո կասի, որովհետև խոսքը առնվազն 500-600 հազար մարդկանց մասին է, բայց դա վերջին պահանջը չի լինելու։ Թե Հայաստան, թե պատիվ ունեմ ընդդիմադիր խմբակցություններում համակարծիք են Ադրբեջանի պահանջները չեն դադարելու։ Դրանցից մեկը վերաբերում է այս փաստաթղթից դուրս քննարկվող այսպես կոչված Զանգեզուրի Միչանսկի թեմային, երկրորդը վերաբերում է այսպես կոչված ադրբեջանցիների վերադարձին, ընդ որում ներկայացում է երկու անգամ մեծ թիվ այն ադրբեջանցիների թվի, որոնք սովետական շրջանում ապրել են Հայաստանում եւ բնականաբար ոչ մի խոսք չի գնում Ադրբեջանի տարածքով ապրող այն հայերի մասին, որոնց ոչ միայն բռնի տեղահանության դրդեցին, այլ նաև էթնիկ զտումների ենթարկեցին։ Նոր սահմանադրության տեքստը արդարադատության նախարարությունը գրում է առանց հայեցակարգի, իսկ ժամկետները անընդհատ կրճատվում են։ Ըստ վարչապետի որոշման, մինչև հաջորդ տարվա հունիսի 30-ը պետք է ներկայացվեր նոր սահմանադրության հայեցակարգի նախագիծը։ Հիմա արդարադատության նախարարն ասում է, մինչև 2026-ի խորհրդարանական ընտրությունները պատրաստ կլինի նոր սահմանադրության տեքստը։ Այսօր մի խումբ արցախցիներ բողոքի ցույց էին անում Արցախի ներկայացուցչության դիմաց, Արցախի վերջին նախագահից պահանջելով հրապարակել, թե ում մոտ են հայտնվել Արցախի ներդրումային ֆոնդի գումարները եւ պահանջելով նաեւ իրենց սոցիալական խնդիրները լուծել։ Ուշագրավ է, որ սա արցախցիների միակ ցույցը չէ։ Ազատության հրապարակում արդեն տևական ժամանակ է արցախցիները Հայաստանի կառավարությանն արդեն իսկ սոցիալական եւ քաղաքական պահանջներ ներկայացնում են։ Արդյոք այս երկու բողոքի դրսևորումների առկայությունը կարող է վկայել արցախցիների շրջանում որոշակի պառակտումների մասին։ Մեր արցախցիներից թալանվածը վերադարձվի Արցախցուն։ Այս պահանջով էին մի խումբ արցախցիներ հավաքվել Երևանում Արցախի ներկայացուցչության դիմաց, ցանկանում էին հանդիպել Արցախի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանի հետ։ Շահրամանյանը դուրս եկավ եւ շուրջ 30 րոպե պատասխանեց հավաքված արցախցիների հարցերին։ Ուր են անհետացել Արցախի ներդրումային հիմնադրամի միլիոնները, ովքեր են դրանք թալանել, հարցրեցին նրանք։ Շահրամանյանն արձագանքեց, բոլորը բոլորին թալանի մեջ են մեղադրում, բայց այդ գնահատականն իրավապահ մարմինները պետք է տան։ Ես եմ կողմ, որ այդ թալանը պետք է վերադարձվի մեր ժողովրդին։ Հիշեցրեց, որ 2023-ին ինքը գրությամբ դիմել է Հայաստանի դատախազին, հարուցվել է քրեական գործ, ինքն էլ որպես վկա հարցաքննվել է, իսկ ներդրումային հիմնադրամի կրիչներն ասած առևանգվել են։ Ընդգծեց, ձեր բոլոր հարցերի պատասխանները կարող են տալ հենց իրավապահները։ Արցախի ներդրումային հիմնադրամը 2018-ին էր ստեղծվել Արցախի տնտեսական զարգացմանն աջակցելու համար։ Ոչ առևտրային այդ կազմակերպությունը, որ գործարարներին, գյուղատնտեսներին ֆինանսավորել կամ համաֆինանսավորել է, գործել է Արցախի կառավարության ենթակայությամբ։ Ակցիայի առաջնորդներից Նահապետ Սարգսյանն ու Արթուր Օսիպյանը մի քանի անգամ պնդեցին հրապարակել այդ հիմնադրամից գումարներ ստացած հայտնի անունները եւ ոչ միայն։ Հրապարակումը ներդրումային հիմնադրամի, գյուղաճակցության հիմնադրամի բոլոր նախարարություններից օգտված ու մեկ էլ Արցախից ով ինչ վաճառել է, թե չերես քաղաքաշինության նախարարություն, թե չերես ներդրումային հիմնադրամ, այսինքն նշում քաղաքաշինության նախարարություն, մի հատ տվյալ կայեկացած նշում, միգուցե ես սխալ եմ գիտում,
բայց այդ ձևի մեկնաբանությունները կա մեր Արցախի քաղաքաշինության նախարարությունը մարդկանց ունեցվածքն ինչ են կալել։ Ներդրումային հիմնադրամի գումարներն ըստ Շահրամանյանի սառեցված են, մնացորդը եղել է շուրջ 1.4 միլիարդ դրամ։ Սամվել Շահրամանյանը դիմելով ակցիայի մասնակիցներին ասաց, ձեզնից շատերն այդ հիմնադրամից գումարներ են ստացել ու չեն վերադարձրել։ Թալանի մասին խոսելիս դա էլ հիշեք։ Ինչին ցույցի մասնակիցներն արձագանքեցին։ Որ ասում եք, ստեղ հավաքվածներին, չգիտեմ ում գումարային $5 միլիոն, հավատացեք, հիմնադրամում այնպիսի գումարներ ա յուրացվել, որ $5 միլիոն այսքանի մեջի բաժանած, դա սովորական մարդիկ են երևի մեկը մի 5 միլիոն դրամ, 10 միլիոն դրամ վարկա վերցրել։ Մենք խոսում ենք, պարոն Շահրամանյան, դուք էլ տեղյակ եք, նամանավանդ 2 տարի ԱԱԾ-ի պետ եք եղել Արցախում։ Ու Արցախը գիտենք, Տելեկոմով, ոսկի հանքով ոնց է թալանվել ու որոշ վերնախավով։ Մի բան էլ չեք արել։ Սամվել Շահրամանյանը խոստացավ երկուշաբթի ընդունել ակցիայի մասնակիցներին եւ աջակցել, որ հանդիպումներ կազմակերպվեն իրավապահ մարմինների հետ։ Ներդրումային հիմնադրամի ու իրենց նշած Թալանի վերաբերյալ հարցերի հասցեատերերն ըստ նրա իրավապահներն են։ Ակցիայի ավարտից հետո Շահրամանյանը պատասխանեց լրագրողների հարցերին։ Հարց հնչեց. այս ցույցն ուղղորդված համարում եք։ Ես կողմ եմ, որպեսզի այդ կոռուպցիոն բնույթի հանցագործներ բացահայտվեն, մեղավորները պատժվեն, վերջապես ժողովուրդը իմանա ովքեր են մեղավորները եւ դա չպրոյեկցվի բոլորի վրա։ Դա մեր համար էլ է շատ դժվար, որովհետեւ այսօր դուք ինչպես նշում եք, նախագահին է փորձում թիրախավորել, մեղադրել, այն պարագայում, Սամվել Բաբանի կողմից ուղղորդում տեսնում եք դուք։ Ես 3 Սամվել Բաբանի հետ քննարկել եմ, ինքը կտրուկ մերժել է իր հնարավոր ինչ-որ առնչությունում այս բողոքի ակցիային։ Արցախցիների մեկ այլ խումբ էլ ազատության հրապարակում է վրան տեղադրել։ Լրագրողների հարցին ինչու չեք գնում այնտեղ ու հանդիպում նախաձեռնողների հետ, Շահրամանյանն ասաց. Որևիցե խնդիր չունենք մեր ժողովրդի կողքը կանգնելու, մենք այդ հարցերը քննարկում ենք եւ այդ նպատակը։ Մեծ հանրահավաքի ժամանակ էլ մենք ձեզ չտեսանք, ինչու չեք մասնակցում հանրահավաքներին։ Տեսակ, բայց իմ բոլոր հարազատները ընտանիքի Լավ, դուք ինչու այնտեղ չեք մասնակցում հանրահավաքներին արցախցիների։ Հանրահավաքին չմասնակցելը չի նշանակում չաջակցել։ Սամվել Շահրամանյանը դեռ անցած տարի ֆրանսիական Ֆիգարոյին տված հարցազրույցում ասել էր, Արցախն այլևս տարածք չունի, բայց ֆորմալ առումով կա վտարանդի պետություն եւ կառավարություն։ Վարչապետ Փաշինյանը կառավարության նիստում զգուշացրել էր, Հայաստանում մեկ կառավարություն կա։ Լրագրողներն այսօր Փաշինյանի այս խոսքերը հիշեցրին Շահրամանյանին։ Համաձայն ենք։ Չկա Հայաստանի Հանրապետությունում երկրորդ կառավարություն, կա մեկ Հայաստանի Հանրապետության կառավարություն։ Մենք երբևիցե մեզ չենք համարում, որ մենք Հայաստանի կառավարություն ենք։ Արցախի վերջին նախագահը լրագրողների հետ զրույցում ասաց, վարչապետ Փաշինյանի հետ այս ընթացքում շփում չի ունեցել։ Խոսելով իշխանությունների կողմից արած Արցախի էջը փակված համարելու հայտարարություններից, ադրբեջանական ռազմական լայնածավալ հարձակումից հետո Արցախի լուծարման համաձայնագիրը ստորագրած Շահրամանյանն ասաց, քանի դեռ բռնի տեղահանված արցախցիները իրենց հայրենիք վերադառնալու արժանապատիվ հնարավորություն չունեն, այդ էջը փակված չէ։ Հայտարարեց, որ դեմ են Մինսկի խմբի լուծարմանը, Հայաստանը պատրաստ է դա անել հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրման հետ միաժամանակ, 3 խորհրդանում հայտարարեց վարչապետը։ Այդ որոշումները Արցախ էջը փակելու, Մինսկի խումբը լուծարելու, դա հայտարարում է Հայաստանի իշխանությունները եւ ես ակնկալում եմ նաեւ Հայաստանի քաղաքացիների արձագանք։ Բողոքի ակցիայի այսօրվա մասնակիցները նաեւ իրենց սոցիալական հարցերից էին խոսում, ընդգծում ծայրահեղ վիճակում են։ Շահրամանյանն ասաց, որ ասել Հայաստանի կառավարությունը ոչինչ չի ասում, դա սխալ կլինի, որովհետեւ լուրջ ֆինանսական միջոցներ են ուղղվում այդ ուղղությամբ, բայց դա բավարար չէ, որպեսզի արցախցիները արժանապատիվ կարողանան ինտեգրվել եւ շարունակել ապրել Հայաստանի Հանրապետությունում։ Ես նաեւ գիտեմ այդ հարցն էլ կառաջանա ձեր մոտ, արցախցիները իրենց համարում են Հայաստանի քաղաքացի, որովհետեւ իրենք ունեն համապատասխան անձնագրեր եւ ոչինչով չեն տարբերում Հայաստանի քաղաքացիներից։ Անդրադառնալով իրեն վերագրվող հարստությանը, Շահրամանյանն ասաց, Երևանում 2 սենյականոց ու 60 քառակուսի մետրանոց իր բնակարանը գնել է 2012-ին ու հիմա այնտեղ ապրում է իր 5 հոգանոց ընտանիքով։ Իսկ հարցին, թե Սամվել Բաբայանն էլ է հավակնում Արցախի նախագահի պաշտոնում առաջադրվել, ասաց. Ես կառաջարկեի Սամվել Բաբայանից հարցնեք։ Ֆորմալ առումով Շահրամանյանի պաշտոնավարումը 1 ամսից կավարտվի, բայց դա չի նշանակում, որ նորը չի լինի։ Արցախի падգամավորներն օրերս նիստ էին հրավիրել օրենսդրական փոփոխություններով կարգավորելու նախագահի հետագա պաշտոնավարման հարցը, որ պահպանվեն նախագահի համակարգը։ Արցախցիներն ասում են, դա իրենց իրավունքները պաշտպանելու համար է։
Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայել Գալուզինը եւ հայ-թուրքական կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Հարավային Կովկասում եւ երեք գումարած 3 տարածաշրջանային հարթակի շրջանակներում համագործակցությունը։ Այս մասին տեղեկացնում է ռուսական կողմը։ Հայաստանի արտգործնախարարության մամլոյցարայության փոխանցմամբ ռուսական կողմը հաստատել է պատրաստ է շարունակել նպաստել Երևանի եւ Անկարայի միջև ընդհանուր եզրեր գտնելուն, քանի որ հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը կարևոր գործոն է Հարավային Կովկասի կայունության եւ կայուն զարգացման համար։ Հաղորդագրության համաձայն Ռուբինյանն իր հերթին տեղեկացրել է Հայաստանի եւ Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման ոլորտում վերջին զարգացումների մասին։ Ադրբեջանի իշխանությունները երկրում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներին ուղեկցել են Ստեփանակերտ։ Ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակած լուսանկարներում պատկերված են նաև Ստեփանակերտի ազատամարտիկների փողոցի մի քանի բնակելի շենքեր պոկված պատուհաններով։ Վերջին ամիսներին Մեյդան TV-ի թիմը հետաքննություն էր հրապարակել դրանում պնդելով, որ Ստեփանակերտի հայաթափումից տարի ու կես անց քաղաքը դարձել է Ալիևների ընտանիքի նոր լվացքատունը, այնտեղ Ադրբեջանի կառավարությունը բիզնես նախագծեր է իրականացնում, հյուրանոցների կառուցման քողի տակ Ադրբեջանի պետբյուջեից հսկայական գումարներ ներդնում։ Ադրբեջանցի լրագրողները պարզել էին նաև, որ բիզնես նախագծերը վերահսկում է նախագահական աշխատակազմը։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը նախօրեին Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստին։ Հապկի հետ հարաբերությունների սրման ֆոնին, թեև Երևանը բոյկոտում է Մոսկվայի առաջնորդած կառույցների նիստերը, սակայն դեռ 2023-ին հայտարարել էր, որ կարևորում է ԱՊՀ-ի եւ ԵԱՏՄ-ի հետ համագործակցությունը։ Սանկտ Պետերբուրգում է նաև Ադրբեջանի Միլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովան։ Սիմոնյան Գաֆարովա առանձին հանդիպման մասին կողմերը չեն հաղորդել։ Հայաստանի եւ Ադրբեջանի խորհրդարանի խոսնակները վերջին անգամ հանդիպել են 2024-ի մայիսին Ժնևում միջխորհրդարանական միության հավաքի շրջանակներում։ Եվս մեկ հանդիպում պետք է տեղի ունենար 2024-ի հոկտեմբերին կրկին Ժնևում, բայց ըստ հայկական կողմի վերջին պահին Գաֆարովան հրաժարվել էր։ Սիմոնյանը այդուհանդերձ ասել է, որ ակնկալում է առաջիկայում հանդիպել Գաֆարովայի հետ։ Սիմոնյանի եւ Գաֆարովայի 2024-ի մարտին կայացած առաջին հանդիպումը Երևանը կառուցողական էր որակել։ Եթերում Ազատության լրատվական կենտրոնն է, մեր լուրերին կարող եք հետևել նաև Ազատության տելեգրամյան ալիքում, իսկ այս ծրագրի երկրորդ մասում առաջարկում ենք։ Իշխանական պատգամավոր Խաչատուր Սուքեսյանը հայտնվել է նոր սկանդալի կենտրոնում, մինչ ներողություններ խնդրում երեկվա հայտարարության համար։ Ոստիկանությունում արցախցի երիտասարդին խոշտանգելու մասին ահազանգելուց մեկ ամիս անց մեղադրյալ չկա, գործը դոփում է տեղում։ Ամերիկայի Միացյալ Նահանգները կհրաժարվի խաղաղության համաձայնագրի ջանքերից, եթե մոտ օրերս բանակցություններում առաջընթաց չգրանցվի։ Իշխանական պատգամավոր գործարար Խաչատուր Սուքեսյանը դարձյալ սկանդալի կենտրոնում է։ Սուքեսյանը նախ երեկ մեղադրել էր արցախցիներին 2023-ի ադրբեջանական հարձակման ժամանակ չկռվելու մեջ, Արցախի տված զոհերի թիվը նվազեցնելով մոտ 20 անգամ։ Հետո նաև Սուքեսյանը ներողություն էր խնդրել իր երեկվա հայտարարությունում տեղ գտած սխալի համար, եւ արագորեն նոր սկանդալում էր հայտնվել։ Ներողություն եմ խնդրել, հեռացեք ստենից։ ՔՊԱ-ական պատգամավոր Խաչատուր Սուքեսյանը խորհրդարանի միջանցքներում լրագրողների վրա գոռգոռալով, նրանց որակումներ տալով ներողություններ խնդրում երեկվա իր հայտարարության համար, թե Արցախում 2023 թվականին 10 հոգի է զոհվել։ Ուղեղից մեջ այդ թիվներ եղել։ Դե շփոթված ասեցի, ներողություն եմ խնդրել, լավ անարմար չի։ Հիմա սահմանակ ձև ասում եմ, ոչ շփոթվել եմ, ներողություն եմ խնդրել, որովհետև մարդ ես ուղեղից պետք մի թիվ է լինում, պատահաբար դա է հայտարարում։ 24 News-ի հետ զրույցում երեկ իշխանական Սուքեսյանը սոցիալական խնդիրներից բողոքող արցախցիներին նախատել էր, թե Հայաստանում ապրուստի բնակարանի խնդիր ունեն, որովհետև չեն կռվել Ադրբեջանի հարձակման ժամանակ ու լքել են իրենց տները։ Եվ այդպես պետք է լինի։ Լրագրողի դիտարկմանը, թե այդ օրերին մեծ թվով զոհեր են եղել, ՔՊԱ-ական պատգամավորը զայրացած հակադարձեց, նրանց մեղադրելով սուտ խոսելու մեջ։ Սուտ խոսեցիք, զոհ չեն ունեցել Ղարաբաղում 23 թվականին, 10 հոգի մարդու, եթե բենզինի տրակելուց է, դա ուրիշ բան է,
զոհ չեն ունեցել։ Այդ սկզբի մի կռիվ նա եղել, որ մի քանի հոգի մարդ ա զոհվել։ 2023 թվականի սեպտեմբերին ըստ քննչական կոմիտեի շուրջ 9 ամսվա շրջափակումից ու սովից հետո Արցախը մեկ օր էլ չտևած ռազմական գործողությունների հետևանքով 223 զոհ է տվել, որոնցից 25-ը խաղաղ բնակիչներ, այդ թվում նաև երեխաներ։ 244-ը վիրավորվել էր, նրանցից շուրջ 8 տասնյակը քաղաքացիական անձինք։ Խաչատուր Սուքիասյանը ներողության տեքստում նշել էր, թե զոհերի թիվը 210 է։ Ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը նախ ուշադրություն է հրավիրում փաստի վրա, որ Սուքիասյանը անգամ այստեղ է սխալ թիվ հրապարակել, ապա հավելում. Իշխանությունը նաև արհեստականորեն է փորձում հակաղարաբաղյան տրամադրություններ սահմանել։ Սա մի կողմից հասարակության տարբեր խմբերի միջև բևեռացման մեծացումն է։ Մյուս կողմից ես կարծում եմ, սա Ադրբեջանին հերթական նվեր փոխզիջում անելն է առայն, թե իրենք ինչպեսի կոշտ դիրքորոշում ունեն Արցախի պետական ինստիտուտների եւ արցախցիների նկատմամբ։ Խաչատուր Սուքիասյանը, որ երեք պնդում էր, թե շփոթվել է եւ որևէ միտում չի եղել, այսօր արդեն հայտարարում էր, թե արցախցիները չեն կռվել 2020 թվականի 44-օրյայի ժամանակ։ Ըստ նրա, մի մասը սաբոտաժ է արել, ոմանք էլ փախել են մարտի դաշտից կամ հակառակորդին տվյալներ են փոխանցել։ Մեծ մասը չի կռվել։ 3000 զոհ 3000-ից ավել զոհ տրվել է ընդհանուր Հայաստանի եւ Ղարաբաղի բնակչության մասով։ Մենք պետք է մի բան ճշտենք։ Արդյոք Արցախում բնակվող 150,000-ը, որ պետք է պաշտպաներ իր սահմանները, մեր Արցախի նրանք ինչքան են զոհվել, Հայաստանի Հանրապետությունից ինչքան։ Սուքիասյանը իշխանական առաջին պատգամավորը չէ, որ արցախցիների վերաբերյալ աղմկահարույց հայտարարություն է անում, ասում է ազգագրագետ Հրանուշ Խառատյանը։ Նրա կարծիքով իշխանական պաշտոնյաները այդպես փորձում են իրենց արդարացնել, հասարակության շրջանում ընկալում ձևավորելով, որ տեղի ունեցածի մեղավորը արցախցիներն են։ Տպավորությունն այնպեսին է, որ 150,000 մարդու սպասում էր, որ երեխա, կին, տարեց եւ այլն, որը պիտի կռվեին եւ ինչպես պիտի կռվեին, եթե այդ կռիվն էլ գլխավորապես օդից էր, եթե մարդկանց գլխին ռումբ է գրում։ Այսինքն ես կարծում եմ, որ քանի որ ընդհանուր առմամբ Հայաստանը անընդհատ փորձում է արդարանալ 20 թվականի պատերազմում պարտությունը, զգալի չափով սա տեղափոխում է Արցախի ուսերին, Արցախի բնակչության ուսերին։ Արցախի տեղեկատվական շտաբն է արձագանքել Խաչատուր Սուքիասյանի հայտարարությանը։ Պատգամավորի պահվածքը որակել են անպատասխանատու, որը պարունակում է արցախցիների նկատմամբ ատելության ներազգային պառակտման տարրեր։ Միջադեպին այսօր անդրադարձավ նաև Արցախի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանը։ Խիստ դատապարտել ենք նման հայտարարությունները եւ Ազգային ժողովի նախագահի կողմից եւ Խաչատուր Սուքիասյանի կողմից։ Խաչատուր Սուքիասյանի թիմակից Անդրանիկ Քոչարյանը այսօր կոչ էր անում տեղի ունեցածից մեծ փոթորիկ չսարքել։ Կարևոր է, որ Սուքիասյանը ընդունել է սխալը։ Հրանուշ Խառատյանը կարծում է, օրեցօր սաստկացող ատելության այս մթնոլորտին իշխանությունը պետք է վերջ տա։ Ցանկացած պարագայում այս խնդրի պատասխանատուն գլխավոր իշխանությունն է։ Եթե նա չի կարողանում անել, եթե ուժը չի պատում, ես չեմ ուզում ասել, եթե ուզում է, որ հենց այսպիսի տարբերակումներ, տարբերություններ եւ խտանա այս մթնոլորտը, սա մի բան է, եթե չի ստեղծում, ուրեմն չի կարողանում։ Սա ես կարծում եմ կարող ասել, լավագույն դեպքում չի կարողանում։ Ուրեմն պիտի ինքը դուրս գա խաղի։ Վաղը 13 տարվա դադարից հետո երթմնակալությամբ դարձյալ Գյումրու ղեկավարումը կստանձնի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, անորոշ է սակայն, թե ինչպես է աշխատելու Գյումրիի նորընտի ավականին։ Այստեղ թեև ավականի անցած ուժերը միավորվեցին ընդդեմ քաղաքացիական պայմանագրի եւ Վարդան Ղուկասյանին ընտրեցին, սակայն հարց է արդյոք ամենօրյա աշխատանքում էլ այդ միասնականությունը կդրսևորվի։ Քաղաքացիական պայմանագիրը չի հաշտվում Գյումրիում պարտության հետ եւ այնտեղ կառավարման կոլապս է գուժում, պնդելով, թե նոր ընտրություններ են պետք։ Ընտրություններում ամենաշատ ձայները ստացած, բայց ընդդիմության համախմբման արդյունքում Գյումրիում իշխանությունը կորցրած քաղաքացիական պայմանագրի քաղաքապետի թեկնածու Սարիկ Մինասյանը երեկ Երևանում կուսակցական նիստից հետո Ազատության հետ զրույցում դարձյալ կարծիք հայտնեց, որ մեծությամբ երկրորդ քաղաքում կառավարման խնդիրներ են առաջանալու։ Տարբեր քաղաքական ուժեր, 4 տարբեր մարտի, 4 տարբեր
գաղափարական մտածելակերպումներ ուժեր չեն կարող երկար մանավանդ չեն հայտարարել, որ պատրաստվում են կիսել պատասխանատվությունը, կոալիցիա չեն կազմում, ակնհայտ չի։ Թեև ավագանու առաջին նիստից առաջ իշխող ուժից կարծիքներ էին հնչում, որ իրենք պետք է Սարիկ Մինասյանի թեկնածությունը առաջադրեն քաղաքապետի պաշտոնում, բայց ի վերջո այդ քայլին չգնացին։ Ինքը Մինասյանը նիստից առաջ նույնիսկ եւս մեկ արտահերտ անցկացնելու առաջարկ էր արել։ Մինասյանը իր կարծիքը հիմնավորում է այն հանգամանքով, որ Վարդան Ղուկասյանին քաղաքապետ ընտրած ընդդիմադիր 4 ուժերը կոալիցիոն հուշագիր չեն ստորագրել քաղաքի կառավարման պատասխանատվությունը կիսելու համար, իսկ ՔՊ-ի հետ որևէ քաղաքական ուժի համագործակցությունը կոալիցիոն հուշագրով կամրապնդվեր, ասում է Մինասյանը։ Բնականաբար ովքեր ցանկանային ցանիները տալ, մենք պետք է իրենց հետ համագործակցության կոալիցիա կազմելու հաստատուկ ստորագրենք, որովհետեւ այդ պատասխանատվությունը ամբողջովին կիսենք։ Հիմա խնդիրը այն է, որ իրենք ուղղակի կոալիցիա չեն կազմել, ընտրել են քաղաքապետ։ Դուք խնդիր տեսնում եք, թե չէ։ Դուք եք առաջադրած տեխնացի։ Ես ասում եմ, որ տեսնում եմ։ Նման մի համագործակցության հուշագիր նախորդ թիմ ընտրություններից հետո ՔՊ-ն Բալասանյան դաշինքի հետ կնքեց, բայց 2 տարի անց հենց ՔՊ-ն խզեց այն, պնդելով, որ քաղաքում ստվերային կառավարում կա, բայց մինչև վերջ այդպես էլ ստվերային կառավարիչի անունը չտվեցին։ Ավագանիում 3-րդ ուժը իր մանդատներով Մարտուն Գրիգորյանի գլխավորած մեր քաղաքը դաշինքն է։ Դաշինքի 5 անդամներ խոստման համաձայն Վարդան Ղուկասյանի օգտին քվեարկեցին, հնարավորություն տալով նախկին քաղաքապետին 5-րդ անգամ ստանձնել այդ պաշտոնը, բայց հետագա քաղաքական պատասխանատվության հարցը բաց է մնում։ Արդյոք միշտ են կողմ քվեարկելու ու սատարելու Ղուկասյանին, քանի որ քվեարկությունների ժամանակ վճռորոշ ձայները հենց այս խմբակցության ձեռքում է։ Մարտուն Գրիգորյանի գրասենյակից Ազատությանը փոխանցեցին, որ առաջիկայում դաշինքի առաջնորդը ասուլիս կտա ու կպատասխանի բոլոր հարցերին։ Այժմ նպատակահարմար չեն համարում խոսել, իսկ 14 մանդատ ունեցող ՔՊ-ն Սարիկ Մինասյանի փոխանցմամբ ընդդիմադիր դաշտում կդիրքավորվի։ Որտեղ որ մենք ասելիք ունենք, անելիք ունենք, այդտեղ լինելու ենք, մեր քաղաքացիների իրավունքները պաշտպանելու ենք, մեր բյուջեի ամեն կոպեկի հետևից գնալու ենք, մեր պարտականությունները սահմանադրորեն իրականացնելու ենք իշա մեր Գյումրու եւ գյումրեցիների։ Երեք երեկոյան ԿՊ վարչությունում Գյումրիի թիմ ընտրությունների արդյունքներն էին ամփոփում։ Կուսակցության փոխնախագահ Գևորգ Պապոյանը եւս պնդեց, որ թիմակիցները Գյումրիի ավագանիում ակտիվ են լինելու։ Մենք շատ ակտիվ ենք լինելու եւ նշեմ, որ հանդես են գալու ակտիվ քաղաքական գործունեությամբ, տարբեր նախաձեռնություններով եւ բնականաբար բոլոր այն թերությունները, բոլոր հնարավոր կոռուպցիոն ռիսկերը, որոնք որ Գյումրիի համայնքապետարանում կլինեն, մեր խմբակցությունը կլինի առաջամարտիկը այդտեղ դրանց բացահայտման եւ հանրության ներկայացման գործում։ Պապոյանը նաեւ իրենց հասցեին հնչած մեղադրանքներին անդրադարձավ, մեղադրանքի սլակն ուղեց ընտրողներին։ Այն ինչ որ կա Գյումրիում դա ակնհայտորեն չի արտահայտում, դա պարզ է ժողովրդի քվեարկության արդյունքը, որովհետև օրինակ քաղաքապետ է մարդ, ով 2 անգամ ավելի քիչ ձայն է ստացել, քան առաջին տեղում հայտնված մարդը։ Բայց դա շատ կարևոր նուրբ բան կա։ Մեզ հիմա օրինակ շատ են մեղադրում, ասում են դե գիտեք, օրինակ դուք ոնց թողեցիք Վարդանիկը դարձավ քաղաքապետ։ Սիրելի ժողովուրդ, պետք չի մեղադրել մեզ, որովհետև եթե դուք չգնաք ընտրական տեղամաս եւ չընտրեք քաղաքացիական պայմանագրին, չընտրեք ժողովրդավարությանը, Վարդանիկն էլ, Ռոբն էլ, Սերժն էլ, Լիսկան էլ եւ մյուսներն էլ կվերադառնան եւ նորից կլինեն իշխանություն։ Իսկ որ ազգային ժողովի ընտրություններից առաջ Գյումրիի թիմ ընտրությունները քաղաքական ուժերի համար իրենց հնարավորությունների գնահատման լավագույն հնարավորություններ, այդ մասին հենց թիմ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերն էին հայտարարում։ Մեկ ամիս է անցել Արցախցի Տիգրան Ուլուբաբյանի ահազանգից, որ Վանաձորի ոստիկանության բաժնում իրեն խոշտանգել են։ Սակայն մինչ օրս ոչ մի մեղադրյալ չկա, գործը դոփում է տեղում, իսկ Ուլուբաբյանի մատնանշած ոստիկանները շարունակում են ծառայությունը։ Գործի բացահայտմանը չեն նպաստել անգամ քննիչների անցկացրած առերեսումները։ Նախ առաջինը 10 րոպե մեկ է, մազերից քաշում, այդ
ծեծել է ասած, թե գլխից խփում, դզից խփում, մարտահրավեր երկու անգամ խացով կողերից խփալա։ Ոստիկանությունում խոշտանգվելու մասին ահազանգելուց ուղիղ 1 ամիս անց չկա որևէ մեղադրյալ։ Ավելին, Վանաձորում բնակվող արցախցի Տիգրան Ուլուբաբյանի մատնանշած ոստիկաններն ազատության մեջ են, աշխատանքի են գնում։ Ես այդ օպերատիվ հարցումը անցկացրել եմ երբեմն, որպեսզի հասկանամ ինչքանով է իր մասնակցությունը շփումը կա։ Եթե ես հստակ ունեի, որ ինքը մասնակցություն ունի դրան, ես իրավական գիտակցություն ունեմ։ Սա ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Խորեն Բարխոյանի եւ արցախցի երիտասարդի առերես հարցաքննությունից մի դրվագ է։ Տեսագրությունը հրապարակած փաստաբան Ռոման Երիցյանն ուշադրություն է հրավիրում ոստիկանի խոսքի վրա։ Բարձրաստիճան ոստիկանը ընդունում է, որ երիտասարդը կապ չունի բարեկամի տան վրա ավազակային հարձակման հետ, բայց սա փաստաբանի խոսքով 29-ամյա տղամարդու հետ առերես ֆողին ու նրա ենթականերին չէր խանգարել, որ Արցախցուն տանեն ոստիկանություն, մի քանի ժամ պահեն, ծեծեն, ստորացնեն, հայհոյեն, պարտադրեն, որ իր վրա վերցնի հանցագործությունը։ Այն օբյեկտիվ քննությունը, որը քննչական կոմիտեի նախագահը հայտարարում էր եւ դրա մասին խոսում էր, այն օբյեկտիվ քննությունը, որի մասին խոսում էին առաջին անգամ քննչական կոմիտեի դիմաց կազմակերպված այդ բողոքի ակցիայից հետո հանդիպման ընթացքում, այդ օբյեկտիվ քննությունը ամեն դեպքում ես չարձանագրեցի։ Առերեսված երկու ոստիկանները հերքել են, թե ոստիկանությունում որևէ մեկը խոշտանգել է Տիգրանին։ Հերքել էր նաեւ դատաբժիշկը, բայց հիվանդանոցն արձանագրել էր Տիգրանի վնասվածքները։ Փաստաբանն ասաց, որ քննիչը հրաժարվում է կրկնակի դատաբժշկական փորձաքննություն նշանակել, ինչպես նաեւ մերժում է իրենց առաջարկը ճանաչման գործողություն անցկացնել ու Տիգրանին հնարավորություն տալ մի քանի մարդու միջից ցույց տալ իրեն ծեծած ոստիկաններին։ Քննիչը մինչև հիմա չի պարզել մյուս 6 ոստիկանների ինքնությունը։ Այն դեպքում, երբ որ Տիգրանը խոսել էր արտաքին հատկանիշների մասին, որով պատրաստ էր ճանաչել մնացած ոստիկաններին։ Փաստաբանն ասում է, որ մինչև հիմա Տիգրանի մարմնից նմուշներ չեն վերցրել, տեղյակ չեն, թե ուր հասավ 3 շաբաթ առաջ քննչականին հանձնված Արցախցու պատառոտված հագուստի փորձաքննությունը։ Ավելին, քննիչը մերժել է հարցաքննել Տիգրանի մատնանշած անձանց, որոնք նրան օգնել են դուրս գալ ոստիկանությունից ու կարող են պատմել բռնության մասին։ Որոնց ցուցմունքները ինքնին բավարար էին, առնվազն Լոռու մարզային վարչության պետի եւ Տիգրանի հստակ մատնանշած անձին ձերբակալելու համար։ Փաստաբանը մտահոգ է, քանի դեռ ոստիկաններն ազատության մեջ են, աշխատանքի են գնում, կարող են վերացնել ապացույցները, նույնիսկ հիմա կասկածներ ունի, որ որոշ բաներ փոփոխել են։ Բայց ցավալին այն է, որ ձերբակալման հիմքերի ակնհայտ արկայության պարագայում ձերբակալման միջնորդությունը մերժեց, որից հետո էական հանգամանքներ բարձել գրեթե հնարավոր չի լինի։ Քննչական կոմիտեից այսօր ազատությանը փոխանցեցին միայն, որ նախաքննությունը շարունակվում է։ Տիգրան Ուլուբաբյանի ահազանգից հետո իրավապահները խոշտանգման հոդվածով գործառուցեցին, երբ Երևանում քննչականի շենքի առջև բողոքի ակցիաների մասնակիցներն օրեր շարունակ պահանջում էին անհապաղ ձերբակալել ոստիկաններին։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն իր հերթին որևէ գնահատական չէր տվել կատարվածին։ Ընդգծել էր, որ դեռ վաղ է խոսել այս մասին, քննությունից հետո քննիչները կտան հարցերի պատասխանները։ Պատկերացրեք օրինակ, որ ձեզ մեղադրում են պայմանականորեն որևէ անձի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ եւ միանգամից առանց քննության ֆիքսում ենք, որ դուք եք մեղավորը։ Մինչ նախարարը հորդորում էր սպասել քննության ավարտին, իրավապաշտպաններն ու փաստաբանները տարբեր օրինակներ են բերում, պնդում, որ ոստիկաններին առնչվող գործերով բացահայտումներ չեն լինում։ Օրինակ, ընդդիմադիր ակտիվիստ Սամվել Վարդանյանը 1 տարի առաջ էր հայտարարել բռնության մասին։ Ձերբակալությունից հետո քննչականի ճանապարհին, երբ ոստիկանների հսկողության տակ էր, ծեծի էր ենթարկվել անհայտ անձանց կողմից։ Ըստ ակտիվիստի, ոստիկաններն այդ ժամանակ իրեն մենակ էին թողել մեքենայում։ Այս գործը դոփում է տեղում։ Նույնը դաշնակցական պատգամավոր Աշոտ Սիմոնյանի դեպքում, նրան էլ անցած գարնանը խմբով կարմիր բերետավորներն էին օրը ցերեկով ծեծել։ Փարիզում բանակցությունները Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու հարցով շարունակվում են, այս բանակցություններին մասնակցում է նաև Միացյալ Նահանգները ու նաև ինքն էր Ռուսաստանի հետ նույն հարցով բանակցություններ նախաձեռնել։ Միացյալ Նահանգների պետքարտուղարը ուշագրավ հայտարարություն է արել, նշելով, որ եթե մոտորերս առաջընթաց չգրանցվի, ապա Միացյալ Նահանգները կհրաժարվի խաղաղության համաձայնագրի ջանքերից։ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու նպատակով Փարիզում 3 մեկնարկած երրորդյա բանակցությունների շրջանակում մի շարք հանդիպումներ են եղել ԱՄՆ-ի, Ուկրաինայի եւ եվրոպական երկրների պատվիրակների մասնակցությամբ։ Սա փաստացի առաջին անգամն է, որ Ուկրաինայի դաշնակիցների նախաձեռնած հանդիպմանը մասնակցում է նաեւ Միացյալ Նահանգները։ Նախ Ֆրանսիայի նախագահն է մոտ 2 ժամ հանդիպել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի եւ ԱՄՆ նախագահի բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ։ Բոլորն են խաղաղություն ցանկանում, ասել Էմանուել Մակրոնը եւ խոստացել կրկնապատկել կարգավորման ջանքերը։ Կարծում եմ, որ բոլորն են ուզում հասնել խաղաղության, անկասկած, ամուր ու կայուն խաղաղության։ Եվ հիմա խնդիրը մեր մոտեցումը ու քայլերի հաջորդականությունը որոշելն է, հասնելու արդյունքների, որոնց ձգտում ենք։
Հանդիպումից հետո Ելիսեյան պալատը հայտարարել է, որ տեղի են ունեցել կառուցողական բանակցություններ, որոնք թույլ են տվել մոտեցնել կողմերի դիրքորոշումները։ Մարկո Ռուբիոն եւ Սթիվ Ուիտքոֆը բանակցել են նաեւ Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի եւ Ուկրաինայի ներկայացուցիչների հետ։ Նրանց հաջորդ հանդիպումը նախատեսվում է մյուս շաբաթ Լոնդոնում։ Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն ասել է, որ այս հանդիպումը հույս է ներշնչում, որ մոտ ապագայում հնարավոր կլինի ամբողջական հրադադարի հասնել։ La nouveauté, si je puis dire, c'est qu'aujourd'hui à Paris, Նորությունը նաև այն է, որ Փարիզում Միացյալ Նահանգները, Ուկրաինան ու եվրոպացիները համախմբվել են նույն սեղանի շուրջ, քննարկելու հետագա քայլերը, որ բոլորս ցանկանում ենք ձեռնարկել Ուկրաինայում հնարավորինս արագ հրադադարի հասնելու համար։ Իսկ հնարավոր է հրադադար առաջիկայում ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ մինչև շաբաթվա վերջ Մոսկվայից պատասխան են ակնկալում։ Մենք նրանցից պատասխան կստանանք այս շաբաթ շատ շուտով եւ կտեսնենք թե ինչ կլինի, ասել է նա։ ԱՄՆ պետքարտուղարն իր հերթին ասել է, որ 3 դրական հանդիպումներ են ունեցել Փարիզում, սակայն չեն պատրաստվում ամիսներով բանակցել։ Միացյալ Նահանգները կհրաժարվի խաղաղության համաձայնագրի ջանքերից, եթե մոտ օրերս առաջընթաց չգրանցվի։ Այնպես որ եթե նրանք լուրջ են վերաբերվում խաղաղությանը, կողմերից մեկը կամ երկուսը, մենք ցանկանում ենք օգնել։ Եթե դա տեղի չունենա, մենք պարզապես կշարժվենք առաջ։ Ուկրաինական պատվիրակությունը նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակի գլխավորությամբ իր հերթին Փարիզում հանդիպել է Ուկրաինայի դաշնակից երկրների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են հրադադարի եւ Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելու հարցերը։ Հանդիպումներին զուգահեռ Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ ուկրաինական պատվիրակությունը տարածքային հարցեր քննարկելու մանդատ չունի, այլ միայն հրադադարն ու անվտանգության երաշխիքները։ Զելենսկին նաև ասել է, ապացույցներ ունեն, որ Չինաստանը սպառազինություն է մատակարարում Ռուսաստանին։ Ми отримали нарешті інформацію, що Китай поставляє зброю Російської Федерації. Հաջորդ շաբաթ կկարողանանք շատ մանրամասն խոսել այդ մասին, հատկապես այն տվյալների, որոնք վկայում են, որ Չինաստանի ներկայացուցիչները նաև Ռուսաստանի տարածքում են զբաղվում զենքի արտադրությամբ։ Представники Китаю займаються виробництвом деякої зброї на території Росії. Այս ֆոնին Ուկրաինան եւ Միացյալ Նահանգներն այսօր հուշագիր են ստորագրել, որով հաստատել են ուկրաինական հազվագյուտ օգտակար հանածուների համատեղ արդյունահանման գործարքը կնքելու մտադրությունը։ Ուկրաինայի փոխվարչապետ Յուլիա Սվիրիդենկոն սոցցանցում գրել է, որ դրանով կողմերը եւս մեկ քայլով մոտենում են գործարքին։ Ուկրաինան եւ Միացյալ Նահանգները հուշագիր ստորագրեցին, որով հաստատվում է մեր թիմերի կառուցողական համատեղ աշխատանքը եւ գործարքն ավարտին հասցնելու ու մեր երկու ժողովուրդների համար ձեռնտու համաձայնագիր կնքելու մտադրությունը։ Փաստաթղթի նախորդ տարբերակով նախատեսվում էր ստեղծել Ուկրաինայի վերականգնման հիմնադրամ, որը կղեկավարի ԱՄՆ-ն եւ որին կուղղվի հանքարդյունաբերությունից ստացված եկամուտների 50%-ը։ Այդ միջոցներից Կիևը պարտավորվում է $120 միլիարդ հատկացնել հիմնադրամին, որպես պատերազմի ժամանակ ԱՄՆ-ից ստացած օգնության դիմաց փոխհատուցում։ Սվիրիդենկոն չի մանրամասնել, թե ինչ է ենթադրում նոր տարբերակը։ Դոնալդ Թրամփն իր հերթին ասել է, որ գործարքը կստորագրվի գուցե հաջորդ շաբաթ։ Փարիզում հանդիպումների ֆոնին ռուսական զորքը գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Խարկովին կամ 1 զոհ, մոտ 90 վիրավոր։ Վնասվել է 20 բազմաբնակարան շենք։ Ռուսական կողմն իր հերթին հաղորդել է մի քանի շրջանում ուկրաինական անօդաչուների հարվածների մասին։ Այսքանն էինք նախատեսել այսօրվա համար, ազատության նորություններին հետևեք մեր կայքում azatutun.am, ինչպես նաև սոցիալական մեդիայի մեր էջերում, իսկ լրատվական թողարկումները եթերում կլինեն վաղը ժամը 16-ից, հաջողություն։